Վերջերս Ադրբեջանը սկսեց նավթամթերք մատակարարել Հայաստան։ Սոկարի կողմից արտադրված բենզինի առաջին խմբաքանակը երկաթուղով մատակարարվել է Վրաստանի տարածքով։ Մատակարարումների վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի վերջին Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆայևի և Մեհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ։ Հետևաբար սա պատահական առևտրային գործարք չէ, այլ քաղաքական որոշում, որը կայացվել է ամենաբարձր մակարդակով։ Հայաստանում այս լուրը խառը արձագանք է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Ես ընդհանուր առմամբ դա գնահատում եմ բավական դրական, այսինքն այն, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստացել դիվերսիֆիկացնել իր շուկան եւ գնում կատարել եւս մեկ ենթադրենք շուկայից, դա կարելի ասել դրական չգնահատել, այսինքն տրամաբանությանը տնտեսական առնվազն տրամաբանության հետ առնչություն ունեցող մարդը չի կարող դրական չգնահատել։ Իսկ ինչ վերաբերում է բոլոր այն մտահոգությունները, որոնք բարձրացրել է իմ գործընկերը, ապա պետք է նշեմ, որ խաղաղության օրինակ համաձայնագիրը, խաղաղության հռչակագիրը ստորագրելու ժամանակ մենք կրկին անգամ լսում էինք այս բոլոր թեզերը, չնայած բազմիցս նշել ենք, որ խաղաղության հենց պայմանագրի շրջանակում են լուծվելու բոլոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում են մեր գործընկերները։ Եվ իմ տպավորությամբ ավելի շատ կարելի ասել գնում է նույն քաղաքականությունը ժողովրդին անդադար պահել վախի մթնոլորտում։ Մենք զբաղված ենք նրանով, որ մեր տնտեսությունը պետք է այսպես ասեմ, մեր շուկան ընդհանուր առմամբ մեր արտադրությունը միշտ խնդիր է ունենում, օրինակ վառելիքի հետ կապված։ Մենք անդադար կախված ենք լինում մեկ մատակարարից եւ դա նշանակում է, որ մենք կախված ենք ոչ միայն տնտեսապես, այլ ընդհանուր առմամբ մեր կախվածությունը մեր պետության բավական մեծ է։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը, ինչպես որ կառավարությունը հռչակել էր, գնում է դիվերսիֆիկացման եւ այդ թվում նաեւ էներգակիրների դիվերսիֆիկացման ենք մենք գնում, ինչը տնտեսության վրա բնականաբար դրական ազդեցություն ունենալու։ Չեմ իմանում ճիշտը որն է, հիմա որ էտա, ինչ անես։ Հարաբերությունները պետք է կարգավորել, առևտուր անել։ Եթե ժամանակ անցնի, ինչի ոչ, Ադրբեջանը կկորի, եթե չկարգավորես հարաբերությունները։ Նույն տեղում ինքը մնալու է, այսինքն ինչ անենք։ Կառնեիք ադրբեջանական։ Արա հիմա ասեմ, ոչ, եթե ադրբեջանականա չկա այդպես բան, բայց դե այդ հարցը տվեք նրանց, ովքեր բերում են, եք ինձ տալիս։ Իմ համար ստեղ լցելուց ինչ տարբերություն ինչ եմ լցում։ Ես ինչ իմանամ ինչական է, չեմ էլ հարցնում ինչքան է, մտել եմ լցում եմ ինչական է, ինչ չի։ Ես վռազ եմ, լցում եմ, գնում եմ։ Հարցումները ցույց են տալիս, որ մինչ խաղաղության կողմնակիցները խոսում են տնտեսական նպատակահարմարության մասին, ընդդիմադիր շրջանակները բողոքում են ռազմավարական կախվածության մասին, վախեցնելով հանրությանը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներով։ Հարկ է նշել, որ ընդդիմադիր ուժերը, ովքեր տարիներ շարունակ երկիրը պահել են մեկուսացման մեջ, իբր այսօր մտահոգված են ռազմավարական խոցելիությամբ։ Պարադոքսը սակայն ակնհայտ է, Հայաստանը խոցելի չդարձավ ադրբեջանական վառելիքի մատակարարումների պատճառով, այն խոցելի դարձավ շատ ավելի վաղ, երբ քաղաքական պոպուլիզմը փոխարինեց թափ հաշվարկին։ Եվ որքան շուտ ընդդիմադիրները հասկանան այս պարզ ճշմարտությունը եւ ընտրեն խաղաղության ուղին, այնքան շուտ Հայաստանը դուրս կգա խորը ճգնաժամից, կզարգանա եւ կբարգավաճի։